երեք բանավեճն էր եւ հարցեր կային, որ մի տեսակ դե շատ էինք եւ այլն չէր կարելի բացել։ Տեսեք, դուք բարբերաբար ասում եք, որ խաղաղությունը հաստատվել է եւ պատերազմի էջը փակվել է։ Բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում հետևողաբար շատ հետևողականորեն խոսում են Արևմտյան Ադրբեջանի եւ ադրբեջանցիների հետ գալու մասին։ Երեք Նարեկ Կարապետյանն ցույց տվեց արտաքին հետախուզության զեկույցը եւ որտեղ այդ վտանգի մասին գրած էր եւ պարզ հարց հացակում։ Եթե պատերազմի էջը փակ է, ինչու է Ադրբեջանը այդ հակահայկական ըստ էության պատերազմաստեղծ խոսույթը պահում շրջանառության մեջ եւ զարգացնում։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ, ես նաև առաջին հարցի նորից անդրադառնալով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր աջակիցներին, ովքեր այսօր եկել էին Հանրապետության հրապարակ կամ ովքեր կուզենային գային եւ սրտով մեզ հետ էին, շնորհակալ եմ, սիրելի ժողովուրդ, դա շատ բարձր եմ գնահատում եւ շատ մեծ էներգիա տվեցիք մեզ։ Հիմա հարցի վերաբերյալ, այո, արտաքին հետախուզական ծառայությունը այդ տվյալը տվել է եւ արտաքին հետախուզության ծառայությունը չտարել, այսինքն խոսույթները հրապարակային են եւ ես ինչի հետ է իմ խնդիրը եւ երեք էլ բանավեճում ես դրա մասին խոսում եմ, ես ասել եմ, որ խաղաղությունը հաստատված է, ես դա ասել եմ 2025 թվականի օգոստոսի 18-ի ուղերձում, բայց ասել եմ նաեւ, որ խաղաղությունը խնամքի կարիք ունի եւ մենք պետք է խաղաղությունը եւ խաղաղության մոդելը ճիշտ հանձնանանք եւ խաղաղությանը սպառնացող վտանգները ճիշտ կառավարենք։ Այդ սպառնալիքները իհարկե կան եւ Ադրբեջանից եւ Հայաստանում էլ կան այդ սպառնալիքները, Ադրբեջանում էլ կան այդ սպառնալիքները եւ ընդհանուր առմամբ մենք պետք է նաեւ իրադրությունները ավելի մանրամասն վերլուծենք, որովհետեւ ընդհանրապես երկու կամ հակառակորդների կամ մրցակիցների կամ գործընկերների կամ գործակիցների կամ շփվողների գործելակերպը եւ գործելակարգը մեկը մյուսին երբեմն պայմանավորվում են եւ մեկը մյուսով կարելի է կառավարել, որովհետեւ հազար ներողություն եմ խնդրում ձեզ այդ օրինակի համար, եթե ես օրինակ ձեր վրա ջուր շփեմ կամ դուք ինձ վրա, հավանականությունը մեծ է, երբ որ նույն ձևի պատասխան կստանամ եւ երբեմն այդ իրադրություններում, կոնֆլիկտային իրադրություններում շատ դժվար է լինում մեկնաբանել եւ գտնել ճիշտ կետը, թե ով առաջինը սկսեց, ով ինչու սկսեց եւ այլն եւ այդպես շարունակ։ Եւ ընդհանրապես մեր խոսույթները ինչի մասին են, որ ես ուշադրություն եմ հրավիրում, որ մենք այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի խոսույթը եւ 300,000 ադրբեջանցու կամ չգիտեմ քանի ադրբեջանցու վերադարձի խոսույթը կամ սպառնալիքը պետք է կառավարենք 500,000 հայերի վերադարձի թեմայի մեր կառավարումով, որովհետև տեսեք մենք հարց հնչում թե ինչու են Ադրբեջանում այդպիսի բաներ ասում, ենթադրում եմ, որ Ադրբեջանում էլ հարց հնչում, որ եթե խաղաղությունը հաստատված, ինչու են միջև հիմա Հայաստանում կան ուժեր, որոնք օրինակ Լեռնային Ղարաբաղի դրոշներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ են որպես ներկայանում, Լեռնային Ղարաբաղի խորհրդարան են որպես ներկայանում, խոսում են, որ մեկը ասում է ոսկեպարով պետք է գնանք Ղարաբաղ, մեկը ասում է Ղարաբաղը հետ պիտի բերենք եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ ընդհանուր առմամբ այս փող ազդեցությունները մենք պետք է նկատի ունենանք եւ ընդհանուր առմամբ խաղաղության մեր ռազմավարությունը հետեւյալն է եւ ես դա անվանում եմ ստրատեգիական գործարք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը այն խաղաղության նախաստորագրված համաձայնագրի եւ վավերացված երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի հիման վրա պետք է ուղղակի հանգիստ թողնեն իրար։ Պարոն Փաշինյան, նախ այնտեղ դա արվում է կառավարության մակարդակով պետության։ Ստեղ ձեր ասածը ընդդիմությունն է ասում, իշխանությունը դες բան չի ասում։ Եվ երկրորդ
Որտեղից վստահություն, որ դա պատասխան է մեր այդ Դե գիտեք, ես ոչ թե գիտեք, քանի որ քաղաքականություն։ խոսում ենք, հա, ես չեմ ուզում մանավանդ այս նախընտրական շրջանում ինչ որ բաներով, ակնարկներով խոսալ, եթե խոսում ենք, եկեք ուղիղ խոսենք։ Եվ այն, որ միջև վերջերս մենք ասենք օրինակ կառավարությունում շրջանառության մեջ դրվող թղթերում մենք կառավարության որոշումներում, հիմնավորումներում երբեմն տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն եւ այլն եւ այդպես շարունակ արտահայտություններ, որոնք մենք այնքան մեր աչքին սովորել է, մենք չենք նկատում, բայց դրսից դա նկատում են։ Ես ուզում եմ ասել, որովհետեւ սա ես ասում եմ, այս իմ շատ ուղղեղությունը կարող է նաեւ շահարկվել, ես ընդամենը ասում եմ, որ իմ պատկերացրած մոդելը հետեւյալն է, որ այստեղ հաղորդակի ծանոթների տրամաբանությունը գործում է եւ մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանի գործողությունները պայմանավորում են մեր գործողությունները երբեմն պայմանավորում են Ադրբեջանի գործողությունները եւ մենք սա նկատի պետք է ունենանք։ Իսկ ընդհանուր առմամբ, տեսեք, ես ասում եմ, որ մենք այդ խոսույթը փակել ենք։ Ինչու ենք այդպես ասում, որովհետեւ ես 2024 կամ 24 թվականին հանդես եմ եկել հոդվածով եւ հարցազրույցներով, որտեղ ասել են, որ արևմտյան Ադրբեջան խոսույթը ընդհանրապես մեզ համար չի կարող քննարկելի լինել, որովհետեւ Հայաստանի Հանրապետության տարածքում չի կարող լինել արևմտյան Ադրբեջան։ Արևմտյան Ադրբեջանը Ղազախն է, Աղստաֆան է, Քելբաջարն է, Զանգելանն է եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ Ադրբեջանը ամեն անգամ Ադրբեջանում որոշ ուժեր փորձել են մեզ ներքաշել այդ խոսակցության մեջ եւ մենք այդ խոսակցությունը փակել ենք։ Հիմա ամենամեծ խնդիրն է, որ հայաստանյան ուժերն են մեզ ներքաշում այդ խոսակցության մեջ, փորձում են մեր քաղաքական կյանքի օրակարգ դարձնել, այդ է պատճառը, որ ես ասում եմ, որ դա լրտեսական գործունեություն է, որովհետև հիմա էլ տեսեք, մենք երկուսով եկել ենք, ես նախընտրական վերջին հարցազրույցն եմ տալիս եւ դուք առաջինը խոսում եք այդ թեմայի մասին։ Բայց նրանք հավում են անում Ադրբեջանի հայտարարությունների վրա։ Այո, Ադրբեջանի հայտարարությունների վրա, այո, բայց Ադրբեջանը շատ բան կարող են հայտարարել։ Ադրբեջանում կան տասնյակ այլ հայտարարություններ եւ տասնյակ այլ հայտարարություններ, կարելի է նկատել ինչ-որ հայտարարություններ եւ չնկատել ինչ-որ հայտարարություններ, ոչ թե չնկատելու համար, որովհետեւ մեր արտաքին հետախուզական ծառայությունները եւ մեր ծառայությունները նկատում են բացարձակապես ամեն ինչ։ Ուրիշ բանը արտաքին հետախուզական ծառայությունները, վերլուծական կենտրոնները դա նկատում են եւ կառավարման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկում, ուրիշ բանը դա դարձում է քաղաքական կյանքի օրակարգ։ Հիմա այդ քաղաքական ուժը դա դարձնում է քաղաքական կյանքի օրակարգ, երբ որ ես 2024 թվականին ընդհանրապես բացառել եմ այդ հարցի ներառումը ոչ միայն Հայաստանի ներքաղաքական կյանքի օրակարգ, այլև Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգ։ Չկա օրակարգում այդպես։ Երբեք նման թեմա չի։ Ինչ-որ թվով ադրբեջանցիներ։ Երբեք նման թեմա չի եղել։ Մեր բանակցությունը ես պաշտոնապես ուղիղ եւ առանց թեթևեթանքի ասում եմ, երբեք նման թեմա չի եղել։ Բայց ես ուզում եմ նաեւ, քանի որ խոսում ենք, էլի անկեղծ պիտի խոսեմ միջև վերջ։ Այսինքն դուք մի քանի ռաունդ Ալիևի հետ հանդիպեցիք միջև տասնյակ անգամներ ենք։ Որևէ անգամ չի եղել դասում մենք ուզում ենք վերադառնալ եւ այլն։ Իհարկե ոչ չի եղել։ Իհարկե չի եղել։ Ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Տեսեք, էլի ես գիտեմ, որ այս անկեղծությունը շատ նույնիսկ իմ թիմակիցները երբեմն ասում են, որ ես չափից շատ եմ անկեղծանում, չափից շատ եմ բացվում, բայց ասենք օրինակ հարցածագում եւ ես գիտեմ իմիջայլոց ադրբեջանական մամուլում եւ փորձագիտական շրջանակներում էլ է դա արտահայտվում, տեսեք մենք նեղսրտում ենք եւ ճիշտ ենք անում, երբ որ ադրբեջանցիները փորձում են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ինքնիշխան տարածքում տեղանուններ այլ կերպ օգտագործել, իրենց մամուլում էլ եւ իրենց փորձագիտական շրջանակներում էլ նույն հարցը դնում են, ասում են, եթե դուք տարածքային ամբողջականությունը մեր ճանաչել եք, ինչու եք մեր որոշ բնակավայրերի անուններ ասում այլ կերպ։ Ընդ որում այդպես ասում են ոչ միայն ընդդիմությունը, բոլորս ենք այդպես ասում։ Եվ նույնիսկ եթե որևէ քաղաքական գործիչ, ասենք փորձի օգտագործել ադրբեջանցիների կողմից օգտագործված միանգամից դավաճան, այսինքն ես ուզում եմ բան անեմ։ Ուզում ենք այս արձանագրումները անենք։ Այսինքն մեկը գա, ասի այդ նկատառումներով հանդես բերելով տարածաշրջանային կայունության եւ խաղաղության շահերը, սկսի ինչ-որ տեղանուններ ասել այնպես, ինչպես Ադրբեջանը
իր բանի լիազորությունների շրջանակում իր իրավասության ինքնիշխանության շրջանակում անվանել է։ Եվ ինչա լուծ ասեմ, այդպիսի քննարկում էլ կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, մենք մի քանի ռաունդ աշխատել ենք, բայց դրանով շատ մեծ դեռ վերջնական արդյունքի չենք հասել, այնտեղ մենք կա թեմա, որ եկեք պայմանավորվենք, որ միմյանց տեղանուններին վերաբերվելու ենք ըստ ինքնիշխան երկրների միջազգային ՄԱԿ-ի աշխարհագրական ռեեստրը կա, այդ ռեեստրում ներկայացված անվանումների ցանկի։ Եկեք փոխադարձ պարտավորություն ստանձնենք, որ մենք այդ տեղանուններն ենք օգտագործելու։ Այսինքն նկատի ունեմ խաղաղության ինստիտուցիոնալացումը այսպիսի բարդ նրբություններ ունի, որոնք մեծ հաշվով բովանդակային առումով իրենք ավելի շատ էմոցիոնալ կետեր են, եւ այդ էմոցիոնալ կետերի շուրջ պետքա լինել շատ զգույշ, բայց մենք պետքա իմանանք, որ այդպիսի հարց կա, որովհետեւ ասենք օրինակ մեկ էլ իրենց մամուլը գրում է Բասար Գեչարի այսինչ շրջանի այսինչ բան է, եւ մենք երբ որ կարդում ենք դա, ես օրինակ որ կարդում եմ, տհաճ է, չափազանց տհաճ է։ Ես դա անցալում եմ իմ մոտ էլ առաջին հարցը այդ ցակում, ասում եմ, բա մի րոպե, մենք իրանց միմյանց ինքնիշխանությունը ճանաչել ենք։ Հայաստանի Հանրապետության տարածքում է այսինչ Բասար Գեչարը։ Ինքս իմ մեջ եմ մտածում եւ չեմ բարձրացնում, բայց այդ հարցը ես, որովհետեւ գիտեմ իրանք ինչ կպատասխանեն, ինչ Բա դուք ինչ եք սենց ասում։ Բա դուք ինչ այս քաղաքին ինչ եք սենց ասում։ Բա չէ որ միմյանց տարածքային ամբողջ։ Սա ես ինչի համար եմ ասում, չէ՞ տեսեք, ես սա ելի եմ ասում եմ ոչ թե իրավիճակները արդարացնելու, այլ իրավիճակները բացատրելու համար, որովհետեւ մեր ժողովուրդը պետք է իմանա այս նրբությունները, թե ինչը ինչի հետ է կապված, բայց մյուս կողմից բերել այդքանից հետո Հանրապետության հրապարակում ադրբեջաներին երկ միացնել, երկ թե չգիտեմ, տեքստ միացնել, թե ինչ անել, կներեք դա արդեն բոլոր չափերի անցում է։ Պարոն Փաշինյան, կարողացա նկարագրել, թե ավելի բաց ասել։ Պարզա, դրանից բաց էլ ինչ։ Ու ես էլ եմ ասում, մենք սա պետքա մենք այս նրբությունների հետ առերեսվենք, հասկանում եք։ Հակառակ դեպքում մենք անընդհատ սենց ինչ որ խորհրդավոր բաների շուրջ խոսալու ենք, վիճելու ենք եւ հարցերի էությանը չեն կարծնելու։ Իսկ հարցերի էությունը շատ պարզ է։ Ընդունել ենք իր միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը պետքա իրար հանգիստ թողենք։ Կողմից ամեն մեկը ասում է, Հայաստանում էլ կան ասել, որ մենք հանգիստ ենք թողում, իրանք հանգիստ չեն թողում։ Այդ նույնն այնտեղ են ասում։ Ասում են այնտեղ մենք հանգիստ ենք թողում, իրանք հանգիստ չեն թողում։ Եվ մենք ասում ենք ոնց մենք հանգիստ ենք թողում, մեկ էլ մի օր ասում են, հələ նայեք ձեր կառավարության այսինչ որոշման մեջ, որը նախ կառավարության նախորդ նիստում եք ընդունել։ Դրանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ այլն կամ գրած է այսինչ տեղանունը սենց բա մենք խաղաղություն ենք հիմա թե խաղաղություն չեն բա սա հիմա տարածքային պահանջատ է բա հիմա բա դուք ասում եք Ղարաբաղի շարժումը բան եք արել չեք շարունակում բայց թե Ղարաբաղի շարժումը չեք շարունակում էս ի՞նչ է Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար